Հարգելի գործընկերներ, հարգարժան նախագահող, տիկին նախարար, ես նույնպես իմ միտքը ուզում եմ սկսել ձեզ վերաբերող մի դիտարկման, որովհետև իսկապես հաճելի էր, որ դուք անկեղծ էիք։ Ես անկեղծ մտավախությունն է, որ կառավարության ներկայացուցիչը կառավարության անունից այլ հիմնավորումներ կբերեր, բայց իսկապես շատ լավ է, որ անկեղծ ենք, եւ շատ պարզ ասում ենք քաղաքական նպատակահարմարության համար է այս ամենը կատարվում։ Եթե օրենքը թույլ տար եւ այս փոփոխությունները կատարվեին ոչ թե ազգային ժողովի նիստով, այլ նախագահի հրամանագրով կառավարության որոշմամբ, կարծում եմ չէր լինի այս քննարկումները, ամեն ինչ անաղմուկ հանգիստ կանցնեին, կառավարությունը կունենար այլ տեսք, փոփոխությունը կանցներ։ Եվ մի տեսակ նաև անհարմար վիճակում ենք մենք դնում ՀԴ-ի մեր գործընկերներին, թե ֆորմալ առումով իրենց անունից է կատարվում այս փոփոխությունը։ Հիմա ինչքան էլ փորձենք ասենք կապ չունի դաշնակցության, բայց բոլորս հասկանում ենք, որ դա իրենց համար է կատարվում։ Իսկ իրականում ինչ է կատարվում։ Այստեղ հարցը ավելի խորքային է եւ ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել դրա շուրջ։ Ստացվում է, որ մենք կառավարման արդյունավետության գաղափարը ստորադասում ենք քաղաքական նպատակահարմարության գաղափարին, հա, եւ դա շատ վատ նախադեպ է, որովհետեւ չի կարելի նման բան անել։ Այստեղ իսկապես առաջանում է պետական շահի գաղափար եւ կուսակցական շահի գաղափար։ Մենք 25 տարի անընդհատ խոսում ենք, որ չի կարող կուսակցական շահը վերդասվել պետական շահից, բայց մենք այսօր գնում ենք այդ ճանապարհով։ Ուրիշ բացատրություն այստեղ գոյություն չունի եւ կառավարությունը շատ անկեղծ է դա ասում։ Ինչի է սա կատարվում եւ սա իսկապես վատ նախադեպ է առաջին քանը եւ իմ մտավախությունն է, որ սա ծիլերն են, որովհետեւ խորհրդարանական կառավարման մոդելին անցումը, որին մենք ուրախ զվարթ անցանք, ինքը ենթադրում է, որ մենք անընդհատ նման խնդրի առաջ ենք կանգնելու քաղաքական նպատակահարմարության, թե կառավարման արդյունավետության, որից ստորադասենք կամ գերադասենք, եւ խորհրդարանական կառավարման մոդելի ամենաբացասական կողմը այն է, որ շատ հաճախ ստիպված ենք լինելու ստորադասել արդյունավետության շահը, կառավարպետական շահը, քաղաքական մանր կուսակցական շահերից։ Եվ մենք մտնում ենք խորհրդարանական կառավարման համակարգում մի նվազ կայունության մի փուլ ենք մտնելու եւ դրա ծիլերը 17 թվականից հետո ավելի շատ են լինում դրա դրսևորումները։ Սա որևէ մեկի ուզելով կամ չուզելով չէ, սա օբյեկտիվ իրականություն է, որը պարտադրում է խորհրդարանական կառավարման համակարգը։ Եվ այստեղ պետք է հասկանալ, թե իսկապես Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտ ունեցող պետության համար տնտեսական, այսպես ծանր մերձ կոլապսային վիճակում գտնվող երկրի համար որն է ավելի կարևոր, արդյունավետ կառավարումը, թե կուսակցական քաղաքական նպատակահարմարությունը։ Սա իսկապես շատ խորքային հարց եւ անկախ այսօրվա ընդունած որոշումից ես խորհուրդ կտամ բոլորին սրա մասին լուրջ մտածել, թեև գիտեք մենք այսքանով շատ աննկատ նույնիսկ վերացրեցինք Գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը նոր սահմանադրությամբ, հա, եթե մենք դա ենք անում ունենալով կոնֆլիկտներ, հակամարտություններ, ապա մի նախարարություն կիսել միացնելը փոքր հարց է։ Մյուս հարցը մենք անդադ սովորվել ենք տարածքային կառավարման նախարարության վրա, բայց գիտեք, կա նաև արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը ես հաստատ ավելի պակաս կարևոր չէ։ Հիմա արտակարգ իրավիճակների նախարարությունն ենք թույլատնում եք թե ուժեղացնում սրան։ Հայաստանի նման երկրում արտակարգ իրավիճակների նախարարությունը բացառիկ կարևորագույն նախարարությունից մեկն է։ Մենք դա թույլատնում ենք թե ուժեղացնում։ Վաղը եթե Աստված չանի պետք լինես նախարարության ֆունկցիաների մեծացում, նախարարության դերը կյանքը ստիպի որ մեզ մենք չեմ բացառ որ ասենք մենք չունենք այդ ռեսուրսները։ Առաջ որ տարածքային հետենք ավելի շատ է ռեսուրս։ Իսկապես ես կուզեի կառավարության տեսակետը այնը թույլանում է թե չէ, տարածքային ինձ այս բան քիչ է տակշում։ Եվ չեմ ուզում չարաշահել ձեր ուշադրությունը, իսկապես իմ ասելիքը, իմ խոսքը ոչ կառավարությանը տվյալ բան վերաբերում, ոչ դաշնակցությանը, իսկապես
Սա ոչ Դաշնակցության խնդիրն է, ոչ Դավիթ Լուքյանի, գուցե նա լավ էլ աշխատի։ Խնդիրը հետևյալն է։ Մենք առաջին անգամ բաց հրապարակային ասում ենք, ունենք կոնֆլիկտ կառավարման արդյունավետության եւ քաղաքական նպատակահարմարության։ Մենք քիչ հետո համերաշխ որոշում ենք կայացնելու այդ կոնֆլիկտը լուծել ի նպաստ քաղաքական նպատակահարմարության։ Ես կարծում եմ, որ սա վատ նախադեպ է։ Շնորհակալություն։